Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Քանի որ մոտենում են տոները, առաջարկում եմ միասին բարձր տրամադրությամբ եւ ուրախ սրտով պատրաստել նրբաբլիթներ սնկով եւ հավի մսով։ Այս նրբաբլիթները պատրաստվում են առանց փխրեցուցիչի եւ սոդայի, ստացվում են շատ բարակ, նուրբ ու էլաստիկ, փաթաթելիս երբեք չեն ճաքում եւ չեն պատռվում։ Այս բաղադրատոմսով ստացվում է 100 հատ նրբաբլիթի շերտ, ինչը հարմար է մեծ քանակով պատրաստելու համար։ Նրբաբլիթները ունիվերսալ են, դրանք կարող եք լցոնել ցանկացած միջուկով՝ տավարի կամ հավի մսով, սնկով, կաթնաշոռով կամ պարզապես վայելել առանց միջուկի։ Ցանկացած դեպքում դրանք ստացվում են իդեալական։ Սա ավելի քան 50 տարի փորձված բաղադրատոմս է, որով ստացվում է 100 հատ նրբաբլիթ։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է 6 ձու, 2 լիտր կաթ, 2 թեյի գդալախ, 4 ճաշի գդալ բուսայուղ և 6 բաժակ ալուր։ Նախ 1-2 րոպե հարում ենք հավկիթները։ Արագ լինելու համար ես խառնում եմ էլեկտրական հարիչով, սակայն կարող եք պատրաստել օգտագործելով ձեռքի հարիչ, ոչ մի տարբերություն։ Կկիրառենք մի հնարք, որի դեպքում երբեք գնդիկներ չեն առաջանում, և անհրաժեշտություն չի լինում պատրաստած խմորը անցկացնել մաղով։ Դրա համար հավկիթները խառնելուց հետո ամբողջ կաթը չենք ավելացնում, կօգտագործենք կեսը։ Այնուհետև 3 անգամից ավելացնում ենք 2 բաժակ ալյուր, այս բաղադրատոմսի մեջ օգտագործվում է 6 բաժակ ալուր։ Թանկագիններս բաժակի չափը 250 մլ է։ Ես օգտագործում եմ գործարանային պաստերացված կաթ, որի յուղայնությունը բավականին ցածր է։ Եթե հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել տնական կաթ, այդ դեպքում 1 լիտր կաթի համար ավելացրեք 1 բաժակ ջուր, յուղայնությունը պակասեցնելու համար։ Տնական կաթով նրբաբլիթներ պատրաստելու համար կօգտագործվի 7 բաժակ ալուր։ Սկզբից պետք է ստացվի թթվասերի խտություն ունեցող խմոր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այսպես նրբաբլիթների շերտերը ստացվում են բարակ, նուրբ և ծակոտկեն։ Հարգելիներս, իմ ալիքում կգտնեք նաև հանքային ջրով պատրաստվող նրբաբլիթների մի հրաշալի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ինչպես տեսնում եք, խմորը նման է մածունով պատրաստվող բիսկվիթի խմորին, դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Այսպես գնդիկներ չեն առաջանում և ստիպված չենք լինում երկար խառնելուց հետո խմորը անցկացնել մաղով։ Այս փուլում ավելացնում ենք մնացած կաթը, 2 լիկ թեյի գդալախ, 4 ճաշի գդալ բուսայուղ և կրկին խառնում ենք։ Քանի որ չենք օգտագործում սոդա, փխրեցուցիչ կամ հանքային ջուր, կաթը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, որպեսզի նրբաբլիթները ստացվեն ծակոտկեն։ Լավ խառնելուց հետո թողնում ենք խմորը հանգստանա մոտ 10 րոպե, այնուհետև սկսում ենք թխել նրբաբլիթները։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր տոնական բաղադրատոմսեր։ Ահա տեսեք, թե ինչպիսի խտություն ունի խմորը և ոչ մի գնդիկ։ Նրբաբլիթներ փաթաթելու համար տավարի մսով համեղ և հյութալի միջուկի պատրաստման տարբերակը կթողնեմ նկարագրությունների բաժնում, իսկ այս անգամ ես պետք է պատրաստեմ հավի մսով և սնկով։ Ես պատրաստում եմ 22 սմ տրամագիծ ունեցող տապակով, որպեսզի գործը ավելի շուտ գլուխ գա, վերցրեք 2-ից 3 հատ։ Տապակը շատ լավ տաքացնում ենք, ընդամենը 1 անգամ թեթապատում ենք և սկսում ենք պատրաստել նրբաբլիթները։ Տեսեք ինչ հեշտ է շրջել, մեծ համբերություն, այս եղանակով պատրաստում ենք, մինչև ամբողջ խմորը վերջանա։ Այս բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Յուրաքանչյուր շերտը թխելու համար օգտագործվում է 60 մլ խմոր, այդ պատճառով վերցրեք փոքր շերեպ։
Եթե ցանկանում եք ձեր պատրաստած նրբաբլիթները ամանորին լինեն տարբերվող յուրահատուկ համով և միշտ լինեն պահանջված, փորձեք միջուկը պատրաստել հենց այս բաղադրատոմսով, ստացվում է չափազանց համեղ։ Միջուկը ստացվում է նուրբ, մածուցիկ ու հագեցած համով, հավի միսը տալիս է հյութալիություն, իսկ սունկը նուրբ, հաճելի բույր։ Նրբաբլիթները ճաշակելիս յուրաքանչյուր պատառում զգացվում է սնկի թեթև ու շատ հաճելի համը։ Այս բաղադրատոմսը կգնահատեն նրանք, ովքեր սունկ շատ են սիրում։ Մեզ պետք է 1 կգ շամպինյոն տեսակի սունկ, որը հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո չորացնում ենք խոհանոցային անձառոցիկներով։ Սնկի տոտիկները և գլխիկները ես չեմ առանձնացրել, որպեսզի լվանալու ընթացքում սունկը ավելորդ հեղուկ չկլանի։ Մեզ անհրաժեշտ է նաև 1 կգ հավի ազդրամիս և 1 կգ հավի կրծքամիս։ Որպեսզի նրբաբլիթների միջուկը ստացվի հյութալի, վերցնում ենք և ազդրամիս, և կրծքամիս, միայն հավի կրծքամսով պատրաստված միջուկը ստացվում է չոր։ Միսը լավ լվացել եմ, հեռացրել եմ ազդրի կաշին, միջուկը պատրաստելիս այն մեզ հարկավոր չէ։ Վրա լցնում ենք սառը ջուր, դնում ենք ցածր կրակի վրա, մինչ միսը կսկսի եփել, նախապատրաստենք մնացած բաղադրիչները։ 1 կգ սունկը շատ մանր կտրատում ենք, որպեսզի միջուկը հնարավոր լինի գեղեցիկ փաթաթել նրբաբլիթների բարակ նուրբ շերտերի մեջ։ Իսկ դուք ինչ միջուկ եք նախընտրում նրբաբլիթների համար, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Միսը արդեն 3 րոպե եփում է, տեսեք թե որքան փրփուր է առաջացել, այս փուլում թափում ենք ջուրը և լվանում ենք միսը։ Ավելացնում ենք 2 հատ դափնու տերև, մի քանի հատ հատիկավոր սև պղպեղ, եռմանջուր և շարունակում ենք եփել։ 20 րոպե եփելուց հետո համեմում ենք աղով, եփում ենք ևս 10 րոպե և վերջ, հավի միսը պատրաստ է։ Այս եղանակով եփված միսը ստացվում է շատ համեղ, առանց ընդգծված հավի հոտի, և արգանագն էլ կարելի է օգտագործել ապուրներ պատրաստելիս։ Չենք շտապում արգանակը թափել, քանի որ հյութալի միջուկ պատրաստելու համար հնարավոր է 1-2 շերեփ օգտագործենք։ Որքան հնարավոր է մանր կտրատում ենք հավի միսը, որպեսզի մսի կտորները և սնկի կտորները միմյանց հետ համահունչ լինեն։ Ցանկության դեպքում միսը կարելի է անցկացնել մսաղացով։ Նշեմ, որ միսը այսպես մանր կտրատելու համար ձեզանից կպահանջվի մոտ 10 րոպե։ Միջուկի այս բաղադրատոմսը նախատեսված է 100 հատ նրբաբլիթ փաթաթելու համար։ Եթե նրբաբլիթների շերտերի քանակը ձեզ մոտ քիչ է, կարող եք բաղադրատոմսը կիսել։ Այս բաղադրատոմսի մեջ պարտադիր օգտագործում ենք կեսկապ համեմ, այսպես բոլոր բաղադրիչները պարզապես իդեալական են համադրվում։ Ցանկության դեպքում միջուկը կարելի է պատրաստել մարինացված սնկով, սակայն թարմ տապակած սնկի բույրը պարզապես աննկարագրելի է, իսկ թե որքան համեղ է ստացվում, կիմանաք երբ պատրաստեք ինքներդ։ Տապակի մեջ լցնում ենք 50 մլ բուսայուղ, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև ավելացնում ենք մանրացրած ամբողջ սունկը։ Մեզ պետք է, որպեսզի սունկը տապակվի, այլ ոչ թե շոգեխաշվի, դրա համար սկզբից համեմունքներ չենք օգտագործում։ Կափարիչով չենք փակում, որպեսզի ավելորդ հեղուկ չառաջանա, այսպես տապակում ենք 5-ից 10 րոպե։ Ես սոխ չեմ օգտագործում, կավելացնեմ միայն սխտորի փոշի, քանի որ տապակած սոխի բույրը գերակշռող է և այդպես սնկի նուրբ հոտը չի զգացվում։ Սունկը գրեթե պատրաստ է, այս փուլում ավելացնում ենք մանրացրած հավի միսը և ծածկում ենք թավան, թողնում ենք 2-ից 3 րոպե։ Որպեսզի միջուկը հյութալի և շատ համեղ ստացվի, ավելացնում ենք 50 գ սերուցքային կարագ։ Փափկություն, հյութալիություն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք 1-2 շերեփ հավի արգանակ։ Վերջում ավելացնում ենք աղ, կարմիր և սև պղպեղներ, մի փոքր սխտորի փոշի, մանրացրած համեմը և մի լավ խառնում ենք, միջուկը պատրաստ է։ Թողնում ենք միջուկը սառի և սկսում ենք փաթաթել նրբաբլիթները։
Այնքան համեղ է ստացվել, որ կարելի է հենց այսպես էլ անուշ անել, բուրը պարզապես արտակարգ է։ Եթե սիրում եք հավի մսով և սնկով պատրաստված աղցաններ, ապա նրբաբլիթների պատրաստման այս տարբերակը կդառնա ձեր սիրելին։ Նրբաբլիթների շերտի վրա դնում ենք 1-2 ճաշի գթալ միջուկ և գեղեցիկ փաթաթում ենք, այսպես փաթաթում ենք բոլոր նրբաբլիթները։ Դնում ենք կարը դեպի ներքև, ձու կամ խմոր քսելու անհրաժեշտություն չկա, Այսօր էլ այսպես շատ լավ ամրալում է և տապակելու ընթացքում չի բացվում։ Շարում ենք սկուտեղների վրա և սառեցնում ենք, այնուհետև դնում ենք տոպրակների մեջ և պահում ենք սառցախցիկում, կարելի է պահել 2-ից 3 ամիս։ Այսօր էլ սնկով և հավի մսով պատրաստվող նրբաբլիթների նման հրաշալի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։